Հաջորդ անօդաչու թռչող սարքը IDS ընկերության հայրենական արտադրության Storm 320-ն է, որը նախատեսված է օդային լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելու համար։ Ուղղահայաց վերթիր վայրեջքով այս անօդաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 120 կիլոմետրի։ Ուղղահայաց վերթիր վայրեջքի հիմնական առավելություններն են ցանկացած վայրից առաջադրված խնդրի կատարումը, շահագործման պարզությունը և վնասվածքների նվազագույն ռիսկը, կարող է ծառայել նաև որպես կապի վերահաղորդիչ։ Անօդաչուի տեսախցիկը համադրված է նաև լազերային հեռաչափով, ինչը բավականին արդյունավետ միջոց է հրետանու կրակի կոորդինացման համար։ Իսկ ահա արհեստական բանականության տարրերով համադրված մեղու 1 անօդաչու հարվածային թռչող սարքերը նախատեսված են պայմանական հակառակորդի տարբեր տեսակի նշանակետերը խոցելու համար։ Կարող են խնդիր կատարել մինչև 60 կիլոմետր շարժումով։ Կախված նշանակետի բնույթից այս սարքը թիրախների խոցումն իրականացնում է թե մեկական մեկնարկով, թե պարսային սկզբունքով։ Այժմ ցուցադրվում են հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերի նորագույն նմուշները։ Հրապարակում է Davaro ընկերության հայրենական նորագույն արտադրության նմուշներից BIP 10 անօդաչու թռչող սարքը։ Այն նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսանկարահանման և հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօդաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 100 կիլոմետրի։ Այն համարվում է ժամանակակից հետախուզական միջոց, որը համադրված է տարբեր նշանակության պարագաներով։ Հրապարակում է ULV Lab ընկերության հայրենական արտադրության հետախուզության արդյունավետ միջոց UL450-ը, որը երկարատև թռիչքային պաշարով միջին արագությամբ թռչող անօդաչու է, նույնպես նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսանկարահանման և հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօդաչուի թռիչքի շարավիղը կարող է հասնել մինչև 200 կիլոմետրի։ Հաջորդ առավել հզոր հետախուզահարվածային անօդաչուն Davaro ընկերության հայրենական արտադրության DEV 4-ն է։ Հիմնականում նախատեսված է պայմանական հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար։ Գործողության շարավիղը ղեկավարման կայանից կազմում է 100 կիլոմետր։ Մինչ հարվածային բաղադրիչը գործի դնելը, անօդաչուն ինքնուրույն իրականացնում է հետախուզություն և համապատասխան նշանակետերի հայտնաբերման պայմաններում օպերատորն իրականացնում է ռմբանետում։ Davaro ընկերության հայրենական արտադրության DEV K անօդաչու թռչող սարքը նախատեսված է 300 կիլոմետր հեռավորության 9000 մետր բարձրության վրա թռչող օդային նշանակետեր խոցելու համար։ Այն հակաօդային պաշտպանության միջոց է, պատրաստ է ոչնչացնելու պայմանական հակառակորդի միջին արագությամբ թռչող օդային նշանակետերը։ Այս անօդաչուի վերթիրը կատարվում է մեկնարկիչով, իսկ վայրեջքը անկարգելով։ Որոտի 2 հեռահար հարվածային անօդաչուն մնալով օդում 6 ժամ իրականացնում է տարբեր հեռավորության վրա հայտնաբերված բազմապիսի նշանակետերի ոչնչացում։ Վերթիրն իրականացվում է մեկնարկային կոնտեյներից ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկանգամյա օգտագործման միջոց է, համադրված է բազմաֆունկցիոնալ մարտական մասով, որը նախատեսված է ռազմավարական նշանակության նշանակետերի խոցման համար։ Համակարգի մաս կազմող շարժական ղեկավարման կայանը նախատեսված է ինչպես խնդիրների պլանավորման և կատարման, այնպես էլ շահագործող ու կիրառող անձնակազմի տեղափոխման համար։ Այս միջոցն արդյունավետ կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակի։ Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերության կոմիտեի, զինված ուժերի և անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների միջև սերտ համագործակցության շնորհիվ ստեղծվել է յուրահատուկ տեխնոլոգիական լուծմամբ հագեցած անօդաչուներ։
Հետաքրքիր անօթաչուները բարձրացնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առջև դրված խնդիրների կատարման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի պահպանման և պաշտպանության արդյունավետությունը։ Եվ հրապարակ է մտնում անօթաչու թռչող սարքերի զորքերի հսկան, աղեղ ինքնաթիռային տիպի անօթաչու թռչող սարքը։ Երկարատև թռիչքային պաշարով բազմաֆունկցիոնալ այս անօթաչուն նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ Աղեղի թևերի բացվածքը 18 մետր է, երկարությունը 8,5 մետր։ Կարող է թռչել 200 կմ/ժ արագությամբ, 28 ժամ տևողությամբ։ Ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչև 8600 մետր։ Թռիչքի շարավիղը 2000 կիլոմետր է։ Պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանված այս անօթաչուն ոչ միայն աներևույթ հետախույզ է, այլև ցանկացած պահի կայծակնային հարված հասցնելու զենք։ Անօթաչու թռչող համակարգը համալրված է հնարավոր բոլոր տեսակի, ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային օգտակար բեռներով։ Ժամանակակից ռազմական գործողություններն անհնար է պատկերացնել առանց անօթաչու թռչող համակարգերի մասնակցության, որոնք արդեն իսկ հետախուզական, բազմաֆունկցիոնալ, հարվածային կարևորագույն միջոցներ են, ու այս անօթաչուների արդյունավետ կիրառումը շատ դեպքերում որոշում է ռազմական ընդհարումների ելքը։